Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով ես օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Ես օրհնում եմ մեր հոգին, մեր սիրտը, մեր շունչը։ Հատկապես ես օրհնում եմ մեր մտքերը, մեր հասկացողությունը, մեր մտածելակերպը։ Եվ թող Հիսուս Քրիստոսի սուրբ անունով ամեն ամրոցներ, ամեն կարծրատիպեր, որ կան մեր մտքում, քանդվեն։ Հայր Աստված, ես խնդրում եմ յուրահատուկ ողորմություն ու շնորհ մեր մտքերի համար, Տեր ջան, որպեսզի մեր մտքերը բժշկես ամեն ստից, ամեն կեղծիքից, որին մենք հավատում ենք, տրվելով մեր ցանկություններին, հավատում ենք ստերի, որը մեր մեջ դառնում է կռապաշտություն, որը մեզ տանում է մեղքի մեջ եւ բերում սարսափելի ցավ ու տառապանք, թե մեր կյանք, թե այն մարդկանց կյանք, ում դարձնում ենք մեր կուռքերը։ Եվ Տեր Աստված, խնդրում եմ մեր սրտի ցանկությունները համապատասխանեցնես քո սրտին, օգնես, որ մենք դա անենք, դա ավտոմատ չի լինում, դա մենք պիտի անենք։ Մենք պիտի հանձնվենք քո կամքին, թույլ տանք, որ դու զննես, քննես մեր ցանկությունները եւ թույլ տանք, որ դու ոչ ասես մեր այն ցանկություններին, որ լավ բանի չի տանելու։ Ողորմի մեզ Տեր Աստված, օգնի, որ մեր միտքը արձակվի ամեն կապանքներից, որ մենք այո եւ ամեն ասենք քո ցանկություններին եւ ոչ մեր այն ցանկություններին, որ մեզ տանելու են մեղքի մեջ եւ հեռացնելու են քեզանից, որի հետևանքը լինելու է մահը եւ կործանումը։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա եկեք անդրադառնանք Թոմաս Ջոնսոնի կռապաշտությունը դարերի մեղքը գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Մենք 5-րդ գլխում ենք, նախկին դասերը լսեք, հատկապես լսեք այն դասերը, այսինքն բոլորն անհրաժեշտ լսել, որ հասկանալու, բայց որպեսզի մենք այս կռապաշտության process-ի մանրամասները ճիշտ հասկանանք, պիտի նաև հասկանանք սրտի մոդելը եւ դրանից առաջ բոլոր դասերը։ Երեք մենք սկսեցինք խոսել սրտի մոդելի, կռապաշտության գործընթացի process-ի մասին ու այն 7 փուլերը, որոնցից այն բաղկացած է, որոնք այսենց կտրուկ սահմաններ չունեն, հա, իրանք փող կապակցված են։ Եվ հեղինակը այս մոդելը, որպեսզի մենք հեշտ հասկանանք, ներկայացրել է Հակոբոս նամակի առաջին գլխի 14-ից 15 խոսքի վրա։ Նախ եկեք կարդանք այդ խոսքերը։ Յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Երեք մենք խոսեցինք այս շղթայի 6 փուլերի մասին։ Մենք խոսեցինք տրփանքի ուժեղ ցանկության 1 փուլ, որոշում փուլի մասին, պահանջ փուլի մասին, ակնկալիք փուլի մասին, հիասթափություն եւ պատիժ փուլի մասին։ Մենք բաց ենք թողել մահվան փուլը։ Դրա մասին մենք խոսենք վաղը։ Բայց այսօր մենք կենտրոնանալու ենք, թե այս պատժի տակ ինչ է թաքնված, ինչ է տեղի ունենում պատիժ փուլում։ Հիմա անդրադառնանք դրան։ Սուրբ Հոգի Աստված, ես խնդրում եմ բոլորի սրտերում դիր, որ գնան, լսեն Տեր ջան եւ օգնի հասկանալ, որպեսզի մենք կարողանանք ինքներս մեզ քննել եւ օգնել ինքներս մեզ նման վիճակներից դուրս գալ ու նաեւ մեր շրջապատի մարդկանց օգնել այս գիտությամբ, այս հասկացողությամբ։ Ինչպես ասեցի, երեք չենք խոսել մահվան փուլի մասին, դրա մասին կխոսենք վաղը։ Հիմա անդրադառնում ենք պատժին։ Մի հատ կարդանք հիշենք պատիժը ինչ էր։ Պատիժը կարող է արտահայտվել մի քանի ձևերով։ Պատժի այդ ձևերը կարող են լինել կամ բացասական, կամ դրական, բայց երկու դեպքում էլ դրանք միտված են մեծացնելու ճնշումը կուռքի վրա, որ ապահովի ու բավարարի կռապաշտի պահանջվածն ու ակնկալածը։ Սա բերում է կռապաշտի կողմից
մանիպուլյացիայի, վերահսկման, մարտավարության, չարաշահման տարբեր ձևերի օգտագործման։ Եկեք հիշենք, որ պատիժը գալիս էր հիասթափությունից հետո, երբ որ կուռքը հրաժարվում է կատարել կռապաշտի ցանկությունը, դրանից հետո գալիս է այս պատիժի էտապը։ Հիմա նայենք, թե պատժի քանի ձևեր կան։ Առաջինը՝ հայհոյել, անարգել, վիրավորել բառերով։ Այստեղ հայհոյելը այն լկտի ու գեշ բառերը չեն միայն։ Հայհոյողը նա է, ով խոսքը, բանավոր խոսքը մեզ տրված, օգտագործում է որպես ոչ կոնտակտային զենք մեկ այլ անձի դեմ, այսինքն դիմացինին չի ծեծում, դիմացինի վրա ձեռք չի բարձրացնում, բայց խոսքերով է դա անում։ Երբեմն ասել եք ինձ խոսքերով մի լավ ջարդեցին։ Այդա դա է։ Անարգական խոսքը, այս անարգող խոսքը գալիս է ծաղրի, ձեռ առնելու, վիրավորական խոսքի, կծելու տեսքով, որ բառերով կծում են, թույնում են։ Մտադրությունը մարդուն բառերով ոչնչացնելն է։ Այդ տեսակի մարդկանց ժամանակակից կյանքում կարելի է նկարագրել որպես նարցիսիստ։ Նման հայհոյողի, անարգողի, վիրավորողի հատկանիշներն են։ Հիմա կարևոր չի, որ մի մարդու մեջ այս բոլոր հատկանիշները լինեն, սրանք ընդհանրական հատկանիշներ են, որ նման մարդկանց մեջ կա։ Նրանք օգտագործում են վերահսկման, կոնտրոլի մարտավարությունը։ Նման մարդը կարծես խիղճ չունի, կարծես մեռած է խիղճը, քնած է խիղճը, միտքն էլ բռնված։ Նման մարդը առաջնորդության բացակայություն ունի, նա չի կարող գլխավորել, առաջնորդել։ Նման մարդը ամեն բանին խառնվում է, միջամտում է, քիթը ամեն տեղ խոթում է։ Նման մարդը իր մեղքերը ուրիշներին է վերագրում։ Նա ոխ է պահում, նա վրեժխնդիր է լինում, կներեք այս աղմուկի համար, նա վրեժխնդիր է լինում։ Նման մարդը բռնապետական վերաբերմունք ունի, դիկտատոր է։ Նման մարդը կեղծավոր է, երկու երեսանի։ Նա պարտավորեցնում է դիմացինին, ստիպում է դիմացինին։ Մեկ այլ հատկություն կա այս մարդու մեջ, որ կոչվում է անգլերեն gaslighting, gaslighting։ Ես սրա հայերեն բառը չգիտեմ, բայց նայել եմ, թե ինչ է նշանակում, սա նոր մոդայիկ այս դարի բառ է։ Սա նշանակում է հոգեբանական մանիպուլյացիա է անում, երբ միտումնավոր կերպով խեղաթյուրում է իրականությունը, ստիպելով դիմացինին կասկածի տակ դնել սեփական ողջախոհությունը, հիշողությունը և իր դատողությունը։ Դա այս բռնարար, անարգող մարդու համար իշխանություն և վերահսկողություն ձեռք բերելու միջոց է, որի միջոցով ինքը խաթարում է, խեղաթյուրում է իր զոհի, այս դեպքում կուռքի իրականության զգացումը։ Նման մարդը դառնություն ունի իր մեջ, դառնացած է։ Նման մարդը չի հնազանդվում կամ ենթարկվում, հատկապես Աստծուն։ Նման մարդը շատ քիչ ընկերներ ունի, ընկերների պակաս ունի։ Նման մարդը ուր գնում է, խաղաղությունը վանում է, հեռացնում է, այսինքն նրա պատճառով ուր գնա խաղաղություն չկա։ Նման մարդու մեջ մեծ աններողամտություն կա, նա չի ներում։ Նա մանիպուլյացիա անում, շահագործում է, չարաշահում է։ Նման մարդը գերզգայուն է։ Եվ նման մարդը իրավիճակի մեղքը միշտ գցում է ուրիշի վրա, երբեք պատասխանատվություն չի վերցնում իր արարքների համար։ Միշտ ուրիշն է մեղավոր, երբեք ինքը։ Ու ինչպես ասեցի, այս հատկանիշները գուցե միանգամից մի մարդու մեջ չերևան, բայց սա է նման մարդուն բնորոշ հատկանիշները։ Գոնե մի քանիսը այդ մարդու մեջ կլինեն։ Զգույշ պետք է լինենք,
որ բոլորին հիմա էլ չասենք, որ անարգող, հայհոյող մարդ է, պետքա հասկացողությամբ մոտենանք այս ամենին։ Մեկի գոյությունը չի դեռ նշանակում, որ մարդը այդպիսին է։ Երկրորդ պատժի ձևը ֆիզիկական անարգանք, ֆիզիկական բռնություն, այսինքն մենք խոսեցինք բանավոր բռնության մասին, հիմա անցնու կարա օգտագործվի կուռքի դեմ ֆիզիկական անարգանքը, ֆիզիկական բռնությունը։ Եվ այս ֆիզիկական բռնությունը գալիս է որպես բանավոր հայհոյանքի, անարգանքի ու վիրավորանքի շարունակություն։ Այն բանից հետո, երբ կռապաշտի կողմից բանավոր վիրավորանքը իր ցանկալի արդյունքը չի տալիս, կուռքը չի սկսում կատարել ու սպասարկել իր ցանկությունները, կռապաշտը կարող է դիմել ֆիզիկական բռնության։ Սա կարող է լինել ցանկացած ձևով, որը դիտավորյալ վնասվածք է պատճառում մեկ այլ անձի։ Այն սովորաբար ուղեկցվում է շարունակվող հայհոյանքներով, բանավոր անարգանքով ու վիրավորանքներով։ Այսինքն դուք տեսնում եք, որ սենց տեմպը ուժեղացվում է, հա, երբ որ նրանք դիմում են ֆիզիկական բռնության, բանավորն էլ հետը շարունակում են։ Այսինքն երկակի կրակ են էլի ավելացնում կուռքի վրա այդ մարդուն տանջելու համար։ Բայց հիմա երրորդը մի շատ մանիպուլյացիոն պատժամիջոց է, որի արդյունքում կռապաշտը ինքն իրեն էլ է կարծես տանջում, հա, գցում մեծ հոգեկան կախվածության ու գերության մեջ։ Եկեք կարդանք։ Սա կոչվում է մարդուց վախը, երբ որ որևէ մարդուց վախում ենք։ Սա կոչվում է երբեմն հաճոյանալ մարդկանց, երբեմն էլ այն կոչվում է կախվածություն դիմացինից։ Աստվածաշունչը անվանում է վախ մարդուց։ Եվ սրա հիմնական նպատակը նման մոտեցման այն է, որ կռապաշտը հաճոյանում է կուռքին ու անում այն ամենը, ինչ կուռքը ցանկանում է, որպեսզի արդյունքում կուռքը տա կռապաշտին այն, ինչ կռապաշտն է ցանկանում։ Ասենք երեկվա օրինակը վերցնենք, հա, որ կռապաշտ հայրը, ում կուռքը իր սեռական բավարարվածությունն էր, որին Աստված էր դարձրել, իր աղջկան օգտագործում էր որպես կուռք, իր աղջկան բռնաբարում էր, որ իր աղջկանից այդ բանը ստանա, սեռական բավարարվածությունը ստանա։ Եվ խոսեցինք այն մասին, որ աղջիկը հրաժարվում է անել, սկսում է հակառակվել որոշ ժամանակ անց, գալիս է հիասթափությունը ու ասենք եկել է ֆիզիկական, եկել է պատժի պահը, հա, ասենք եւ հայրը դիմում է ոչ թե խոսքերով անարգելուն, ոչ թե ֆիզիկական բռնությանը, այլ դիմում է այս մարդուց վախի միջոցին, մանիպուլյացիոն միջոցին։ Նա կարող է իր աղջկան ասել. ինչ ուզես, քո համար կառնեմ։ Նպատակը նա է, որ աղջիկը դա ընդունի եւ դրա արդյունքում կատարի այն, ինչ որ հայրը ցանկանում է։ Ու եկեք ասենք աղջիկը մտածում է, ասում է լավ, ես թանկ հագուստներ եմ ուզում, ամսական $1000 եմ ուզում, մեքենա եմ ուզում, ամեն անգամ եւ հայրը ամեն բան անելու է, որ սա անի, որպեսի աղջիկն էլ թույլ տա, որ իրեն բռնաբարի սեռական հաճույք ստանա։ Սա օգտագործվում է ցանկացած իրավիճակում։ Ես չեմ ուզում, որ մենք մենակ մտածենք, այս խնդիրը գոյություն ունի սեռական ցանկությունների հարթակում։ Չէ, նույնն է ծխախոտի հարթակում, նույնն է ծխելու հարթակում, խմելու հարթակում, թմրանյութի հարթակում, չգիտեմ, սովորելու հարթակում, այն ինչ որ մեր ցանկությունը դառնում է մեր Աստվածը, այդ բոլոր հարթակներում գործում է։ Ուրեմն, այսպես հաճոյանում է կուռքին, որպեսի կուռքը տա կռապաշտին այն, ինչ կռապաշտն է ցանկանում։ Այս վախը մարդուց կամ մարդուն հաճոյանալը
փոխհարաբերություններում բացասական հետևանքներ է ունենում եւ հանգեցնում է ցավի, հոգու շփոթության եւ կուրքի եւ կռապաշտի համար։ Արդյունքում կռապաշտը կարող է դառնալ մարդուն հաճոյացողը, մարդուց վախեցողը։ Հայրը, որ իրան դնի աղջկանից նման կախվածության մեջ իր ուզածը ստանալու համար, ինքը դառնում է այդ աղջկա գերին։ Հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Ինքը հաճոյանում է իր աղջկան, որպեսզի աղջիկը թույլ տա իր այդ սարսափելի բռնությունը, իր այդ անաստվածային գործը անի։ Եվ Աստվածաշունչը ասում է, որ վախը մարդուն որոգայթը կգցի։ Ու քանի որ ինքը կախված է այդպես իր աղջկանից, ինքը վաղ թե ուշ ընկնելու է որոգայթը։ Ստացվում է, որ հիմա կռապաշտը գերի է կուրքին, հայրը գերի է իր աղջկան դառնում, բայց աղջիկն էլ գերի է իր կռապաշտ հոր այդ ցանկություններին, որտեվ քանի այդ ցանկությունները չեն վերացել իր մեջ, քանի դրանք չեն դադարել իր կուրքը լինել, նա շարունակելու է իր աղջկան բռնաբարել, այսինքն նրանք գտնվում են այս բանտի մեջ։ Աղջիկը հորից չի կարող ազատվի հոր բռնաբարությունից, հայրն էլ հիմա դարձել է իր աղջկա գերին, ու աղջիկը կարա իրան քամի ուղակի, ֆինանսապես, հոգեպես եւ այլն։ Սրանք արդեն սարսափելի իրավիճակում են գտնվում։ Սա անառողջ է երկուսի համար էլ եւ երկուսին էլ տանելու է անկման ու կործանման։ Պատժի մյուս միջոցը վրեժն է։ Վրեժը առատ հարթակ է կռապաշտի համար կուրքին լրացուցիչ բռնությունների, չարաշահումների ենթարկելու համար։ Երբ կուրքը հիասթափեցնում է, չկատարելով այն, ինչ կռապաշտը ակնկալում է իրենից, ապա կռապաշտը կփորձի այդ կուրքի կյանքը թշվառության վերածել, անտանելի դարձնել։ Բանը նրանում է, որ դրանով կռապաշտը իր կյանքն էլ է թշվառացնում եւ անտանելի դարձնում, բայց չի հասկանում ու գիտակցում դա։ Այդ պատիժը կուրքի հանդեպ կարող է լինել, ինչպես նախկինում, բանավոր խոսքերով բռնություն, ֆիզիկական բռնություն, սեռական բռնություն, հոգևոր բռնություն, էմոցիոնալ բռնություն։ Դա զայրույթի, մանիպուլյացիայի, նվաստացնելու, վերահսկելու, մեղքը ուրիշի վրա գցելու, պատասխանատվություն չվերցնելու, սպառնալիքների, հարկադրանքի, մեկուսացման, խանդի, բռնության եւ այլ գարշելի բաների սարսափելի խառնուրդ է։ Կռապաշտը ձգտում է նվաճել եւ ոչնչացնել իր կուրքին, քանի որ կուրքը չի ապահովում այն, ինչ կռապաշտը սպասում է, ինչ ակնկալում է կռապաշտը։ Ցավն ու տառապանքը եւ կուրքի եւ կռապաշտի կյանքի մաս են դառնում։ Սրանք քանդված կյանքեր են։ Հակոբոսը կարծես սա նկատի ունի, երբ Հակոբոս 4:1-2-ում ասում է. «Որտեղից ձեր մեջ պատերազմներ ու որտեղից կռիվներ, չէ՞ որ այստեղից են ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ։ Ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում եք եւ կռվում եք, բայց չունեք, որովհետև չեք խնդրում»։ Հակոբոսը խոսում է այն կոնֆլիկտների, ներքին վեճի, կռիվների, պատերազմների մասին, որոնք բխում են մեր ներսում, մեր սրտում եղած ցանկություններից, ցանկություններ, որոնք պատերազմում են մեր ներսում եւ Աստծո դեմ։ Այնինչ Հակոբոսը կոչում է ցանկություններ, մենք կարող ենք դրանք կոչել ուժեղ ցանկություններ, տրփանքներ, տենչանքներ, փափագներ, ցանկասիրություն։ Այս ուժեղ ցանկությունները առաջացնում են այն կոնֆլիկտը եւ ցավը, որ մենք զգում ենք կյանքում,
Այն բաները, որ մենք ցանկանում ենք, վերահսկում են մեզ եւ ստիպում են մեզ վատ վերաբերվել ուրիշներին, վատ հլը նուրբ բառն եմ ասում, քանի որ մեզ համար կարևորը մեր ուզածին հասնելն է։ Դա դարձել է մեր Աստվածը։ Մեր ուզածը դարձել է մեր Աստվածը եւ այն բանը կամ այն անձը, որ դարձել է մեր Աստվածը, մենք դրան ծառայում ենք, այդ մասին կարող եք կարդալ, լսել մյուս դասերում։ Եվ սրա պատճառով այսքան չարիք կա այս աշխարհում եւ մեր կյանքերում։ Ու այս ամենը բխում է մեր սրտերից։ Հիսուսը նույնպես խոսում է այս մասին, եւ Հիսուսը մեզ նաեւ ներկայացրել է այն խնդիրների ցուցակը, որ առաջանում են։ Հիսուսն ասաց, որ մարդու ներսից, մարդու սրտից դուրս են գալիս չար մտքերը, շնությունները, պոռնկությունները, սպանությունները, գողությունները, ագահությունը, չարությունը, նենգությունը, անառակությունը, չար աչքը, հայհոյախոսությունը, սա ներառում է նաև Աստծուն հայհոյելը, գիջությունը, շատակերությունը, որ ոնց որ սահման չունես ոչ ուտելուդ վրա, ոչ խմելուդ վրա, նախանձը, ամբարտավանությունը, անձգամությունը, հպարտությունը, հիմարությունը։ Կարդացեք Մարկոս ավետարանի ողջ 7-րդ գլուխը ամբողջությամբ։ Հիսուսն ասում է, այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս ու պղծում մարդուն։ Հիսուսը խոսում է այստեղ բռնության, չարաշահումների մասին։ Ու մենք հիմա հարց պետք է տանք ու ըստ Հիսուսի խոսքերի գտնենք ճիշտ պատասխանը։ Ուրեմն որտեղից է գալիս բռնությունը, չարությունը, ամեն կարգի չարաշահումն ու չարիքը։ Մեր սրտից, ասում է Հիսուսը։ Իսկ ինչու է բռնությունը, չարաշահումը, չարիքը մեր սրտում։ Կռապաշտության պատճառով, որովհետև մեր ուզածը մեր աստվածներն են դարձել, մեր ցանկությունները մեր աստվածներն են դարձել, եւ մենք դրանց ենք երկրպագում եւ դրանց ենք ամեն գնով ծառայում։ Հաջորդ պատժի միջոցը կյանքից հետ քաշվելն է։ Կռապաշտը կարող է նաև կյանքից հետ քաշվել, քանի որ կուռքը չի տալիս իրեն այն, ինչ ինքը ցանկանում է, ակնկալում է։ Կռապաշտը ոնց որ հանձնվում է, ասում է ես պարտվում եմ։ Նա սկսում է զգալ ու մտածել, որ կյանքը անտանելի է, չի կարող շարունակել այդպես ապրել, եթե չստանա այն, ինչ ցանկանում է։ Եվ սա մասամբ տեղի է ունենում այն խաբեության ու ստի պատճառով, որը տեղի է ունեցել այս էտապների ավելի վաղ ժամանակ, երբ այդ կռապաշտը հավատացել էր այն ստին, որ այն, ինչ ինքը ցանկանում է, կարևոր է, անհրաժեշտ է, որ ինքը ապրի, կենսական անհրաժեշտություն ունի իր համար, իրավական անհրաժեշտություն է իր համար։ Եթե քննենք մեզ, մեր կյանքերը ու մեր շրջապատում կատարվող բաները, պարզ տեսնում ենք, որ շատ վատ բաներ են դուրս գալիս նման վերաբերմունքից։ Ինքնաբռնության, ինքնաչարաշահման, ինքնաանարգանքի, սուտ ու կեղծիքին հավատալու դեպքերը ամենուր են գրեթե։ Նման վիճակում հայտնված մարդը սկսում է մտածել ու զգալ ու գուցե ասել. ես ոչ մեկին հետաքրքիր չեմ, ես ոչ մեկի պետքը չեմ, ոչ մեկ ինձ չի սիրում։ Իրական Աստված հեռու է թվում այս մարդկանց, եւ նրանց կյանքում իշխում է ինքնախղճահարությունը։ Նա սկսում է զգացմունքային ցավազրկողներ որոնել։ Զգացմունքային ցավազրկողները ներառում են վատ սովորությունները։ Նա կարա ընկնի, չգիտեմ, ալկոհոլիզմի մեջ ավելի շատ, թմրանյութի մեջ, ծխելու մեջ, խաղամոլության մեջ, որ իր այդ ցավը ապրած, զգացմունքային այդ ցավը ինչ որ ձևով նսեմացնի, որոնք կարող են անկապ առևտուր անել, առնել, լցնել, որտեղ դրանով ուզում են ցավազրկել իրենց այդ զգացմունքները։ Եվ որտեղ եմ հասել, կներեք։
Եվ այդ վատ սովորությունները, որ նա սկսում է ձեռք բերել, նախատեսված են այդ կուռքին փոխարինելու համար, հա, եթե հոր կուռքը սեռական բավարարվածություններ, հիմա իր կուռքը կարա դառնա, չգիտեմ, ալկոհոլիզմը։ Կամ եթե դա չեն անում, սկսում են բողոքել, տրտնջալ, հուսահատվել, ընկնում են հոռետեսության մեջ եւ այլն։ Սրանք նման վիճակում հայտնված մարդու կյանքի ընդհանուր ախտանիշներն են։ Այսինքն ոչ բոլորն են միանգամից տեղի ունենում, բայց սա այդ սիմպտոմներն են, որ երբ որ նկատենք մեր կյանքում կամ մեր հարազատի կյանքում, պիտի հասկանանք ինչ է կատարվում։ Պատժի մյուս տեսակը նոր կուռք ձեռք բերելն է։ Կռապաշտը շատ անգամ իր կուռքին, որը էլ չի սպասարկում իր կարիքները, իր ցանկությունները, փոխում է, փոխարինում է մեկ ուրիշ կուռքով։ Կռապաշտը սկսում է փնտրել այս նոր կուռքին ու երբ գտնում է այս նոր կուռքին, սկսում է նրան պահանջներ ներկայացնելու փուլը։ Այստեղ ես ինիկատի չունեմ, եթե նրա կուռքը չէ, եթե նրա աստվածը սեռական բավարարվածություններ, դա է փոխում, չէ, դա մնում է նույնը, հիմա էլ ոչ թե իր աղջկանա դիմում, այլ կգնա կգտնի իր աղբոր թորանը, հարևանի երեխուն, ուրիշ կուռք։ Ոչ թե աստվածն է փոխում իր այդ չաստվածին, այլ կուռքին, իր ուզածը բավարարողին։ Ու կռապաշտը սկսում է փնտրել այն նոր կուռքին ու երբ գտնում է այս նոր կուռքին, սկսվում է նրան պահանջներ ներկայացնելու փուլը, գալիս է ակնկալիքների փուլը, հիասթափվելու փուլը, նորից ցիկլը շարունակվում է, նորից է սկսվում։ Այս պատճառով ամուսնություններից շատ-շատերը այսպես են ավարտվում, որովհետև այն ամուսինը, ասենք, կինը իր ամուսնուն սարքելա կուռք, ու եթե իր ամուսինը էլ չի բավարարում այդ կնոջը, այդ չբավարարող կուռք դարձած ամուսինը մի կողմ է նետվում, բաժանվում են եւ կինը նոր ամուսին է ձեռք բերում։ Ու կռապաշտության ցիկլը նորից կրկնվում է, որտեղ ինքը նոր ամուսնուն ունել է, նույն ձևով վերաբերվելու, դա էլ է հանգեցնելու բաժանության, մինչև որ այդ կնոջ մեջ իր ցանկությունները սկսեն համապատասխանել Աստծո ցանկություններին, մինչև նա չդադարի իր ամուսնուն կուռք դարձնելուն։ Օրինակ, ասենք, կարճ, հա, կինը մտածում է, որ կնոջ աստվածը հարստությունն է, շատ ոսկի ունենալն է, շատ տներ ունենալն է, ընտիր մեքենաներ ունենալն է։ Ու իր ամուսնուն դարձրել է այդ կուռքը։ Ու եթե իր ամուսինը դա չբավարարի, ինքը այդ ամուսնուց բաժանվելու է, գնալու է մեկ ուրիշի հետ ամուսնանա ու էլի նույն ակնկալիքն է ունենալու, որը ժամանակ կբավարարեն, հետո հենց չբավարարեն, նորից գալու է բաժանություն։ Հիմա վերցնենք հակառակը, տղամարդը իր կնոջն է դարձրել կուռք, եւ տղամարդու կռապաշտությունը, որ կնոջ գեղեցկությունն է, որ իր թևին միշտ լինի գեղեցիկ կին ու իր կնոջը կուռք է դարձնում, պարտադրում է, որ պետք է մազերը միշտ եսիմ արհեստական ձևով երկարացրած լինի, բոտոքսներ անի, որ միշտ ջահել երևա, ու երեխա ունենալուց հետո կինը կնճիռներ է ձեռք բերում, մի քիչ տեսքը սենց չի, նենց չի, նա կբաժանվի իր այդ կուռքից, որտեղ իր կուռքից չի ստանում այն, ինչ որ ինքը ուզում է, կգնա ավելի երիտասարդ մոդել կնոջ կառնի, հետո նա մի քիչ կկնճռոտվի, հետո դրանից է բաժանում, եւ այսպես շարունակ, եւ այսպես շարունակ։ Մենք կառավարվում ենք մեր սրտի այդ զորեղ ցանկություններով եւ Աստծուն չենք լսում, նրան չենք տալիս վետոյի իրավունքը, երկրպագում ենք մեր ցանկությունները, քան թե Աստծուն եւ դրա համար այս չարիքները տեղի են ունենում։
Նույնիսկ Տեր Աստվածը, իրական Աստվածը կարող է օգտագործվել որպես կուռք։ Անհավատալի է թվում, բայց այդպես է։ Տեր Աստծուն որպես մեր ցանկությունների կուռք օգտագործելը կարող է ավելի տարածված է, քան մենք գիտակցում ենք կամ կարող ենք պատկերացնել։ Դրա համար ամեն մեկս պետք է ստուգենք ինքներս մեզ։ Արդյոք դու ակամայից փորձում ես օգտագործել Տիրոջը քո ուզածին հասնելու համար։ Քո աղոթքներից քանիսն են քո ուզած բաների համար։ Ինչպես ես դու վերաբերվում Աստծուն, երբ Աստված չի պատասխանում քո աղոթքին այնպես, ինչպես դու էիր ցանկանում ու ակնկալում։ Կամ ինչ ես մտածում ու զգում Աստծո մասին, երբ կարծես Աստված չի լսում քո աղոթքները կամ ուշացնում է քեզ պատասխանելը։ Այն, թե ինչպես ես արձագանքում այս իրավիճակներում, կարևոր բանալի է, որ դու քննես ու հասկանաս։ Գուցե չես երկրպագում Աստծուն, այլ դու երկրպագում ես քո ուզած բաները և օգտագործում ես Աստծուն, որպես քո ուզածին հասնելու, քո ուզածը ստանալու միջոց։ Եթե դու հոգնել ես Աստծուն ծառայելուց, քանի որ նա քեզ չի տալիս այն, ինչի համար խնդրում ես իրեն, դա կռապաշտություն է։ Եթե դու ի վիճակի չես Աստծուց ոչ ընդունել, դա կռապաշտություն է։ Այս մասին Հակոբոսը խոսում է նորից Հակոբոս 4:2-3 խոսքերում։ Ցանկանում եք, բայց չունեք։ Սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել։ Պատերազմում եք և կռվում եք, բայց չունեք, որովհետև չեք խնդրում։ Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Մտածենք այս ամենի մասին։ Որպեսզի այս ամենի համար ապաշխարենք, մեր ցանկությունները բերենք Աստծո առաջ ու ասենք Տեր քննի մեր ցանկությունները։ Թող ոչ թե իսկապես մեր կամքը լինի, այլ քոնը լինի։ Տուր ինձ այն միայն, ինչ որ դու ես ճիշտ համարում, եթե անգամ դա հակառակ է իմ ցանկություններին, իմ ակնկալիքներին։ Ապաշխարենք խեղաթյուրված երկրպագությունների ու ծառայությունների համար։ Լսեք այս գրքի ամբողջ մեկնությունը։ Մեծ օգուտ, մեծ օրհնություն այն ձեզ կբերի և տարածեք Հիսուսի անունով։ Ամեն։